Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես նորից ուզում եմ ձեզ հայտնել իմ խորին շնորհակալությունները, որ իմ ալիքին բաժանորդագրվում եք, որ այդքան ջերմ ու համով կոմենտարիաներ եք գրում։ Իրոք ես չէի սպասում, անկեղծ եմ ասում, դրա համար չեմ հոգնում ամեն անգամ սկիզբը լինելու այդպես, միշտ լինելու եմ ձեզ շնորհակալ։ Դե ինչ, ուրեմն նախորդ անգամ երբ պատրաստում էի գաթա, եթե չեմ սխալվում, ասեցի, եթե ինչ-որ մի բաղադրատոմս կուզենաք, որ կիսվեմ, ինչ-որ քաղցրավենիքի կամ մեկ այլն, գրեք անպայման կփորձեմ, եթե պատրաստում եմ, եթե ինձ ոնց ստացվում է, կկիսվեմ ձեզ հետ, ուրեմն կոմենտարիաների մեջ գրված էր, որ խնդրում եմ պատրաստեք էկլեր։ Ուրեմն պատրաստում եմ մեր հայկական ավանդական էկլերը, որը իրականում Ֆրանսիայում կոչվում են շու, էկլեր կոչվում են երկարավունները, որովհետև ֆրանսերենից եթե թարգմանենք էկլեր բառը, ստացվում է կայծակ, հա, դրա համար կոչվում են էկլեր, բայց քանի որ մենք հայերս միշտ կոչել ենք մեր փամփլիկ էկլերները էկլեր, ուրեմն պատրաստում ենք էկլեր ու անունը չենք փոխում մեր ավանդականը, ուրեմն էկլերի համար մեզ անհրաժեշտ է լինելու կարագ 100 գրամ, ալյուր 200 գրամ, ջուր 350 միլիգրամ և ձուն, սիրելիներս, ձուն ես կոտրել եմ 5 հատ, կշռել եմ, արել է 250 գրամ, ուրեմն եթե ձեր գնաց ձուն մի քիչ չափերով մեծ է, ուրեմն միգուցե ձեզ անհրաժեշտ լինի ոչ թե 5 ձու, այլ 4 ձու կամ 4.5 ձու։ Դրա համար ես կշռեցի, որ ավելի պարզ լինի, արեց 250 գրամ, արդեն դուք այնտեղ կողմնորոշվեք, ձեզ ինչքան է անհրաժեշտ, կամ էլ կշռեք ինչպես որ ես եմ արել, եւ իհարկե մի պտղունց աղ։ Այնտեղ իմ փիսիկն ուզում է գնալ խոհանոցից, դուրը բացեմ ու վերադառնամ։ Նստած։ Դե ինչ, քանի որ անհրաժեշտ է ամեն ինչը հավաքել կաստրուլայի մեջ պլիտայի վրա, տեղափոխում ենք այն կողմ։ Բացի իհարկե ձվից, ձուն անհրաժեշտ լինելու վերջում, հենց որ ձուն կարող ենք թողնել այստեղ եւ մեկ այլ բան, ձուն ես հարելու եմ միքսերով, կարող եք խառնել ձեռքով, ես գերադասում եմ միքսերով, միգուցե կարող ասեք սխալ է, պետք է ձեռքով, բայց ճիշտն ասած ես նախընտրում եմ միքսերով, դուք ոնց կուզեք, գնանք պատրաստենք խմորը։ Դե ինչ իհարկե, նախընտրելի է, որ տարան ինչի մեջ պատրաստելու եք խմորը, եփելու եք խմորը լինի մի քիչ ավելի հաստ տակի հատվածում, որպեսզի շատ արագ չկպչի խմորը, դա իմ խորհուրդն է, եթե ոչ, ուրեմն իհարկե կրակը մի քիչ ցածր ենք անում, լցնում ենք ջուրը, միանգամից կարագը, այսպես, և միացնում ենք, պետք է հասցնենք եղման աստիճանի։ Այստեղ մեզ պետք է գալու խառնիչ, իմ պարագայում սպաչուլա, հայերեն չգիտեմ, կոչում ենք սպաչուլա։ Եվ մեկ պտղունց մի փոքրիկ աղա մեզ պետք գալու, մոտավորապես արդեն աշկաչափով իհարկե, շատ թե քիչ չի խանգարի ոչինչ։ Ամեն ինչ տեղավորենք միաժամանակ իր տեղերում, այդպես ավելի ճիշտ է։ Նայեք, էկլերը իրականում շատ հեշտ խմոր է, շատ հեշտ է պատրաստելը, ուղղակի մի որոշակի տեխնիկայի շնորհիվ կարող եք ստանալ լավ էկլերներ, կարող եք չստանալ լավ էկլերներ, ուրեմն ես ձեզ բացատրեմ, առաջի կարևոր հանգամանքը դա ձուն է, դա ձեր խմորի բաղադրությունն է, եթե եղավ շատ պինդ, չի ստացվելու, չի ուռչի, եթե եղավ ջրիկ, միգուցե ուռչի, բայց հետո իջնի, հա, դրա համար ոնց որ ճիշտ կոնսիստենցիայի պետք է բերեք խմորը, դա առաջին կարելի ասել գլխավոր գաղտնիքն է, ինչու՞մ է, որ էկլերը կամ ստացվում է, կամ չի ստացվում։ Երկրորդը դա ջեռոցն է։ Ջեռոցը երբ էկլերները թխվում են, ջեռոցը խորուրդ չի տրվում բացել եւ փակել։ Նույնիսկ անջատելուց հետո թողեք թող մի 5 րոպե մնա ջեռոցի մեջ, փակ։ Հետո նոր հանեք դուրս, որպեսզի
տաք ու սառը օդի կոնտակտից ձեր էկլերները նորից չիջնեն։ Հուսով եմ ճիշտ եմ բացատրում։ Եկեք կրակ ուժեղացնենք, թող արագ եռա, էլի ինչ ենք դրել սպասում։ Սա հավաքենք։ Սա մաքուր է։ Ինչպես որ ասեցի, ես էկլերները, այսինքն խմորը ձրին միացնելու եմ միքսերով, դե իհարկե ես թողնում եմ ձեր իհարկե որոշումին, ինչպես որ ուզում եք, ջուրը եռած շատ արագ։ Նայեք, իմը էլեկտրոնային էլեկտրական պլիտա է, ես դնում եմ, ասենք 4-ի վրա, մաքսիմումը 9-ն է ինձ մոտ, ես դնում եմ 4-ի վրա և լցնում եմ ալյուրը, սկսում եմ խառնել, մինչև ստացվի սենց մի հատ մեծ գունդ, հեսա իհարկե մոտիկից կնկարեմ, ցույց կտամ։ Ինձ թվում է ձեզ այսպես լավ երևում է, ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք 3 րոպե, նայեք ժամանակը դնում եմ 1-2-3 րոպեի վրա և սկսում ենք խառնել։ Ճիշտ է, կլինեն մարդիկ, որոնք արդեն շատ շուտվանից պատրաստում են էկլերներ ու իհարկե ես կխնդրեի կիսվեք հոլովակի տակ ձեր գաղտնիքներով, ինչպես եք անում, որ ստանաք լավ փոքրիկ էկլերներ և կարող եք ինչու ոչ խորհուրդներ տալ, հա, եթե ավելի լավ ինչ-որ ձև գիտեք, ավելի լավ տեխնիկա գիտեք, քանի որ էկլերները մի քիչ, ինչպես են ասում, կապրիզնի, հա, խմոր է և ամեն խորհուրդն էլ կարևոր է մեզ համար, սիրելիներս։ Ես եփում եմ 3 րոպե, դուք արդեն նայեք, եթե չեք ուզում ժամանակ դնել, կարող եք արդեն աչքով դիտել, ստացվել է թե ոչ, ևս մեկ ձև կա, հեսա ես ձեզ ցույց կտամ։ Երկրորդ ձևը ստուգելու, որ խմորը եփված է և պատրաստ է, դա այն է, որ խառնելու ընթացքում կաստրուլային կպնում է սենց մի բարակ շերտ, բայց դա մի քիչ խաբուսիկ է, որտեղ նայած ինչ մատերիալ է, բարակը թե հաստ է, ուժեղակրակը թե թույլ է, հասկանում եք, դրա համար նախընտրելի է իհարկե 3 րոպե ժամանակ դնել և խառնել։ Տեսեք, արդեն գրեթե պատրաստ է, շարունակում ենք եփել և իհարկե եփելու ընթացքում անդադ խառնում ենք, որպեսզի ստանանք փամփլիկ համահունչ գունդ առանց վառվելու։ Հոգնես ձեռքս։ Այդ դրա համար էլ միքսերով եմ խփում ձուն, որովհետև ես այդքան ուժ չունեմ, ստե ալուրա մի հատ փոքրիկ, որպեսզի մի հատ էլ 5 ձուն հատիկ ձեռքով խառնեմ։ Միգուցե դուք ձեռքից ուժել եք, դա ուրիշ բան։ Կարող եք անել այդպես, բայց ես գերադասում եմ միքսերով, սիրելիներս։ Վերջինս մնաց 40 վայրկյան համարյա։ Տեսնում եք, չէ՞, ինչ ձևի խմոր է ստացվել արդեն։ Եվ կարելի է ցույց տալ, տեսեք, տեստակի մասը տեսնում եք, այսենց պլյոնկա է բռնում, հա, ինչ են ասում, շերտ, թանդ, երևի թե ավելի շուտ։ Վերջ, 3 րոպեն լրացավ, պլիտան անջատվեց, գնացինք հաջորդ էտապին։ Դե ինձ սիրելիներս, ես տեղափոխեցի մեր խմորը մեկ ուրիշ տարայի մեջ, ջեռոցի միացրեցի 200 աստիճան վերև ներքև, վենտիլատորով, կոնվեկցիայով։ Հիմա հատ ձուն ավելացնում ենք խմորին և արդեն կսկսենք ձևավորել մեր էկլերները և ուղարկել ջեռոց։ Գնացինք։
Վերջ։ Տեսակ ինչքան արագ է ստացվում, երբ միքսերով եք անում։ Եթե ձեռքով անեիք, բավականին երկար ժամանակ էր ձեզանից պահանջվելու եւ ուժ իհարկե։ Թե կարելի է մեր գործը հեշտացնել, պետք է հեշտացնենք սիրելիներս։ Փորձենք մաքսիմալ մաքրել։ Ահա, հեսա իհարկե ձեզ ցույց կտամ վերջնական ինչպիսի խմոր է ստացվում։ Տեսեք, այսպիսի խմոր պետք է ստացվի ձեզ մոտ, այսպես ցույց տամ, որ չի ծորում ու չի թափվում, բայց դրա հետ մեկտեղ տեսեք ինչպիսի փայլուն եւ սողլիկ խմոր է ստացվել։ Հիմա նայեք, ձեր դուխովկայի ժառովնին, տապակը, սկսվեց, կարող եք պատել յուղաթերթիկով, կարող եք թողնել այդպես, եթե իհարկե որակրավն է և չի կպչի, լավն է չի կպչի, բայց ես միշտ նախընտրում եմ ամեն ինչ անել յուղաթերթիկի վրա, չգիտեմ, դա իմ սովորությունն է, անկախնից ինչ է որ պատրաստեմ, մեկը ես պետք է պատեմ։ Այսպես, այս պետք չի, հիմա նայեք, կարող ենք անել սպրիչով, այսինքն տոպրակով, հա, և ինչ-որ ֆորմա վերցնենք, կներեք կոնկրետ հայերենով չգիտեմ, ֆրանսերեն գիտեմ, ռուսերեն գիտեմ, հայերենը չգիտեմ, ամաչում եմ, բայց փաստը մնացած, ուրեմն կարող ենք այդպես ու կարող ենք օգտագործել ընդամենը 2 գդալ, որպեսզի ստանանք, ես ասեմ, որ իմ մաման ինձ կեսուրը միշտ օգտագործել են գդալ ու անկեղծն ասեմ, սիրում եմ գդալով անել, բայց այս անգամ կանեմ գդալներով։ Եթե կուզենեք, մեկ ուրիշ անգամ կարող ենք անել և հասկացաք։ Ինչ եմ սիրում գդալներով, ինձ դուր է գալիս իր տեսքը, որ սենց մի քիչ աբստրակտ տեսք ունենում, շաքարի փոշին է որ ցանում է, սենց ոնց որ սարեր լինեն, հա։ Իսկ այն մյուս ձևով մի քիչ ստացվում է հենց իսկական ֆրանսիական շու հենց իր այդ ֆորմայով, հա, դրա համար նախընտրում եմ այս ձևով։ Արդեն դուք որոշեք ինքներդ ինչպես եք ուզում։ Ուրեմն նայեք ոնց եք անում։ Իհարկե երկու մեծ գդալ մեզ պետք չի։ Ես պետք է մեծ և փոքրիկ։ Ուրեմն վերցնում եմ մեկ այսպես գդալ, դնում եմ, մատով օգնում եմ։ Եվ այսպես շարունակում եմ։ Մի քիչ իրարից հեռու, իհարկե, որպեսզի ուռչելուց հետո չկպչի։ Հենց հեռավորության վրա շարունակում։ Վերջ, մեկ մեծ գդալի աշխատանքը ավարտվեց, անցնում ենք փոքրիկ գդալին, նույնպես վերցնում ենք մեկ գդալ, այսպես, և ավելացնում ենք վերևի հատվածում, տալով մի քիչ աբստրակտ տեսք, ինչպես որ ասեցի, իհարկե, եթե նախընտրում եք, եթե չէ, կարող եք անել մետալյա ինչ-որ ֆորմայով ձեր ուզած ձևը ստանաք, հա, էկլերից։ Ես նախընտրում եմ այսպես, նորից եմ կրկնում, միշտ այսպես եմ տեսել, այսպես եմ սովորել, նույնիսկ իմ երեխաները այս ֆորմայի էկլերներն են հավանում, անկեղծ ասած։ Թխվում է մոտավորապես 30-35 րոպե, նաև նայում ենք կարմրության, եթե իհարկե ձեր ջեռոցում ունի ապակի, որից կարողանում եք տեսնել, կամ ջեռոցներ, որ ապակի չունեն, մենք ունեցել ենք ժամանակին, այդ դեպքում նայում ենք ժամանակին, 30 րոպեից շոտ, կամանց, թույլ, զգուշ, աննշան բացում եք և նայում եք, եթե լավ կարմրել են, զգում եք, որ լավ կարմիր է, չենք վարում, չենք հանում, անջատում եք, թողնում ենք մեջը մոտավորապես մի 5 րոպե, եթե իհարկե ապակուց է ու և ձեզ ավելի հեշտ է տեսնել, նայում ենք,
ու արդեն որոշում եք, բայց մոտավորապես 30-ից 35 րոպե բավական է։ Ստացվում է 12 հատ մեծ էկլեր, եթե անեք իսպիսի ինչ-որ մի ֆորմայով, միգուցե ստանաք 15-16 հատ, մի քիչ փոքրիկ, ես անում եմ մի քիչ մեծը։ Դե ինչքանի թխվում են մեր էկլերները, մենք պատրաստում ենք շատ համեղ եփովի կրեմ։ Ուրեմն, եփովի կրեմը ես շատ վաղուց պատրաստում եմ ալյուրով։ Լավ էր, վատ չէ, բայց մեկ անգամ փորձելուց հետո կուկուրուզի կրախմալով հասկացա, որ դրանից այն կողմ աշխարհ չկա։ Նախ շատ համեղ է ստացվում, շատ թեթև է ստացվում, համներ է ուրիշ եւ նույնիսկ անհրաժեշտ չի, որ դուք կարաք ավելացնեք այդ կրեմին։ Իհարկե, ըստ ցանկությանը, եթե դուք ուզում եք ավելացնեք կրեմի մեջ կարակ, ապա ավելացնում եք, ինչպես կուզեք եփելուց հետո ավելացնեք, խառնեք, ուզեք հարեք ավելացնեք կրեմի, դա արդեն ձեր գործն է։ Իմ ընտանիքի անդամները նախընտրում են այսպես, ինչպես որ ես եմ պատրաստում, նախորդ ասեմ, որ չի ստացվում կլե, չի ստացվում ինչ-որ մի խուս, չի ստացվում ինչ-որ անհասկանալի զանգված, եթե դուք պատրաստեք, ապա ինքներդ կհամոզվեք։ Ուրեմն, կրեմի համար մեզ անհրաժեշտ է 500 միլիգրամ կաթ, 2 հատ ձու, 150 գրամ շաքարավազ, 3 ճաշի գթար կուկուրուզի կրախմալ, ներեցեք հայերեն չգիտեմ, եւ վանիլ։ Մի պտղունձեն աղ։ Գնացինք եփելու կրեմը։ Հիմա դնում եմ կրակի վրա, իհարկե կաստրուլայի մեջ, լցնում եմ կաթը եւ հասցնում եմ եռման աստիճանի։ Մինչ տաքանում է կաթը եւ հասնում է եռման աստիճանի, 2 ձուի վրա ավելացնում եմ միանգամից շաքարավազը եւ խառնում եմ։ Հարել պետք չի, ուղղակի պետք է ստանալ միասեռ զանգված։ Ընդամենը մի քանի րոպեի աշխատանք է, այսպես ասեմ։ Այսպիսի զանգված պետք է ստանալ, ոչ ավել, ոչ պակաս։ Այստեղ ավելացնում եք վանիլ արդեն ձեր ճաշակի, ձեր ցանկությամբ, ինչքան որ ձեր սիրտն է կամենում սիրելիներս, ուշի թե հեղուկ վանիլ դա դուք եք որոշում և ավելացնում եմ 3 ճաշի գթար եգիպտացորենի օսլա, վաու, միամիտ եկավ գիտեք, չգիտեմ ոնց որ ճիշտ է, չէ, եգիպտացորենի օսլա Молодец, Սիրինի աղջիկ։ Բավականին մեծ գթար կարող եք ավելացնել։ Ահա։ Այստեղ արդեն զգուշ եք խառնում, որ ձեր եգիպտացորենի օսլան օգերով չհելնի։ Էկլերի հոտը գալիս արդեն ժողովուրդ։ Գեղեցիկ է, ինչ փոքրիկ է, ինչ մեծ է, շատ սիրում եմ, հեսա ցույց կտամ, ավարտենք այս պրոցեսը, եկեք գնանք ցույց տամ, տեսանենք, հուսով եմ կերպա, երևում է, ինձ թվում է, որ այո, երևում է, ինձ թվում է, որ դուք արդեն նույնիսկ հոտը զգացիք այդ էկլերների շատ գեղեցիկ են, շատ համեղ են երևում, շատ փամփլիկ են, բայց դեռ թխված չեն, դրա համար թողնում եմ թխվի։ Հիմա այստեղ արդեն կաթը տաքացել է, ինչ կաթը տաքացել է, ուրեմն ասենց մի փոքրիկ շերեփ վերցնում եմ եւ ավելացնում եմ այս ձվի զանգվածին, խառնում ենք, որպեսզի միանգամից երբ որ մենք ավելացնենք տաք կաթի մեջ, ինքը չկտրվի, հա, գունդ չդառնա միանգամից, ձուն չեփվի եւ վերջ։ Այստեղ ավելացնում ենք եւ սկսում ենք խառնել, ինձ թվում է բոլորս էլ գիտենք եփովի կրեմը ոնց են պատրաստում, բայց միգուցե ինչ որ մեկը մեկ այլ ձև է պատրաստում, դրա համար կիսվում եմ։ Ինձ թվում է որ բոլորս գիտենք, որ եփովի կրեմը եփելուց չենք շարժվում, կողքից հեռու չենք գնում,
անոնց մեջ խառնում ենք, որպեսզի ստանանք համասեր, շատ նուրբ զանգված կրեմ, որը որ մենք անպայման ստանալու ենք սիրելիներս։ Վերջ խառնում ենք, բույրը շատ անուշ է, շատ եմ սիրում երբովի կրեմը ճիշտ ասեմ։ Մոտավորապես 2-3 րոպե և կրեմը պատրաստ է։ Էկլերները համարյա պատրաստ են։ Էլի չամ ես պետք։ Զգուշակեք։ Իհարկե սուրճ, մեր հայկական, համեղ, ավանդական սև սուրճը։ Եվ այսօր ես ինքերվի եմ և խմելու ենք սուրճը իմ հարսիկի, ինձ նվիրած բաժակներով։ Նայեք սիրելիներս, իմ կրեմի գույնը մի քիչ մուգ է լինելու, դա վանիլի պատճառով է, այդպես ասեմ, վանիլի շնորհիվ է, որտեղ իմ վանիլը տեսակ շատ մուգ գույն ունի, բուլբուն, դրա համար գույնը կրեմի սենց ստացվում է քիչ մուգ, քան սովորական օրինակ, եթե սպիտակ վանիլ ավելացնեք, դրա համար, բայց ոչ մի խնդիր։ Վերջ կրեմը եփվեց, ինձ պահանջվեց ընդամենը 3-4 րոպե, անոնց մեջ խառնել։ Պնդությունը արդեն որոշեք ինքներդ, շատ թույլ եք ուզում, մի քիչ թույլ եք ուզում։ Շատ ջրիկ պետք չի, որովհետև թե չէ անհարմար կլինի էկլերի ուտելը։ Վերջ անջատում եմ։ Իհարկե ձեզ ցույց եմ տալիս հիմա կրեմի պնդությունը, դա դեռ տաք է։ Սառչելուց հետո նա ավելի կպնդի։ Այստեղ եթե արդեն դուք ուզում եք կարող եք ավելացնել, նայեք ինչ լավն է, կարող եք ավելացնել իհարկե կարագ, ձեր ցանկությամբ։ Վերջ, վերցնում եք մեկ ուրիշ տարավ և անպայման դատարկում եք ձեր եփած կրեմը։ Շատ լավ կրեմ է ստացվել։ Եվ պատում ենք կամ թաղանթով, կամ տոպրակով, ինչ-որ մի բանով, որը որ կպաշտպանի մեր կրեմի, որպեսզի օդի շփման հետ չչորանա երեսը, ու այսպես կրեմին հենց կպցնում ենք, ոչ թե ուղղակի թափում ենք, այլ կոնտակտի հետ ենք, կոնտակտ ենք անում կրեմի հետ, հա, այսպես կպնում ենք կրեմի։ Վերջ, և թողնում ենք, որ սառչի, այսպես։ Դե ինձ սիրելիներս, էկլերները պատրաստ են, ես հուսով եմ դուք տեսնում եք, չգիտեմ, այսպես երևի պահեմ ավելի լավ կլինի, որ տեսնեք, ճիշտն ասած, երբ հանում ես ավելի փամփլիկ է լինում, մի փոքրիկ իջնում է, դա նորմալ է, բայց եթե չեք ուզում, որ մի փոքրն էլ իջնի, մի քիչ ավելի եք կարմրացնում, չնայած խորհուրդ չեմ տալիս։ Կրեմը ուրեմն լցրել եմ տոպրակի մեջ, այսպիսի նասատկա է, փակ աստղ է կոչվում, նասատկա закрытая звезда։ Հիմա սկսում ենք լցոնել մեր էկլերները։ Ուղղակի ինձ անցք ենք անում և մոտավորապես ըստ ձեռքի արդեն քաշից զգում ենք, որ բավականին լիցքավորված են և շարունակում ենք, գտնում ենք փափուկ հատված, որտեղից ավելի հեշտ է ծակելը և լիցքավորում ենք կրեմով։ Վերջ մի հատ սուրճը խառնեմ։ Տեղափոխենք գեղեցիկ ամանի մեջ, իհարկե, միշտ գեղեցիկ է պետք մատուցել, անկախ նրանից հյուրեր ունեք թե ոչ, սեղանը պետք է էսթետիկ լինի։ Ինչքան կտեղավորվի կտեղավորենք, ինչքան էլ ոչ, մյուս անգամվա։ Եվ նոր ավելացնենք հաջորդը։
մեր գեղեցիկ էկլերները պատրաստ են։ Գնացինք սուրճ խմելու։ Տեն սիրելիներս, մեր սուրճը պատրաստ է։ Մեծ սիրով կհրավիրեի իհարկե ձեզ համտեսեիք եւ սուրճ խմեիք մեզ հետ, բայց ցավոք սրտի անհնար է։ Ցույց տամ մեր փոքրիկ սեղանը սուրճի եւ ձեզ ասեմ ցտեսություն եւ ինչպես միշտ ուղարկում եմ ձեզ ձեր պաչիկներ։ Ահա եւ մեր փոքրիկ սեղանը եւ իմ հարսիկի սուրճի բաժակները։ Ցտեսություն բոլորիդ։ Ամենագեղեցիկը։